Բարև ձեզ։ Այսօր խոսենք փառատոնային մշակույթի կարևորության մասին։ Եվ այսօրվա մեր հյուրն է Արենու գինու փառատոն հիմնադրամի հիմնադիր տնօրեն եւ Էվենտուրա ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։ Բարև ձեզ, Տիկին Մանուկյան։ Բարև ձեզ, բարի երեկո։ Շնորհակալություն, շատ կարևոր թեմաների ենք անդրադառնալու այսօր, անդրադառնալու ենք туриզմին, փառատոնային մշակույթին, հատկապես գինու туриզմին։ Ես կուզեմ առաջին հարցը տամ, թե ոնց եղավ եւ երբ սկսեցիք զբաղվել փառատոնների կազմակերպմամբ եւ առաջինը որն էր։ Սկսենք նրանից, որ ես ինքս туриզմի ոլորտից էի եւ երկար ժամանակ ես туриզմում էի աշխատում տարբեր կամպանիաներում եւ առաջի իմ պրոյեկտներից մեկը դա Հայաստանում առաջի տուրիստական գայդն էի ստեղծում, որը ստեղծում էի հյուրանոցների համար, հետագայում չեխական ավիաուղիների համար այդպեսի մի հատ գայդ էինք անում, կոչվում էր Արմենիա, Չեխիա, Ռայսկի ու Գալկի եւ մենք տանում էինք համեմատություններ Հայաստանի եւ Չեխիայի հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինչ որ մշակութային կոթողները, որը կա Հայաստանում եւ կա Չեխիայում, ջերմուկն ենք համեմատում Կարլովի վառի հետ, այդպես մենք դա տեղադրում ենք ինքնաթիռում, որտեղ չեխական ավիաուղիների հետ էինք համագործակցում եւ туриզմով զբաղվելով պրոյեկտ կար, որը 2008 թվականին կառավարությանը ներկայացրեցինք, որպեսզի Հայաստանը շատ ավելի ճանաչելի լինի, որտեղ մենք գնում էինք շատ ցուցահանդեսներ, Հայաստանը էինք ներկայացնում, բայց խնդիրը նրանումն էր, որ Հայաստանը պետք է դեռ ճանաչեն, որ հետո գան։ Եվ պրոյեկտներ էինք առաջարկում, որ անենք, եւ այդտեղ туриզմի կոմիտեում նստած էինք, եկավ գյուղապետը եւ ասեց Արենի գյուղապետը եւ ասեց, որ 2004 թվականին եւ 6 թվականին քարդի աջակցությամբ եղել է գինու բերքի տոն, որտեղ ինչ որ տենց բան են արել եւ կուզենային վերականգնեին։ Ինձ առաջարկեցին, ասեցին կանես, ասեցի միայն մի դեպքում, եթե դա երկարաժամկետ պրոյեկտ է լինելու եւ իմաստ ունենալու, որովհետեւ ես туриզմից լինելով անընդհատ խնդիրի հետ էինք բախվում, туриստներին տանում էինք դեպի ասենք Նորավանք, հետո բերում էինք Երևան կերակրելու, եթե մեծ խմբեր էին նամանավանդ լինում։ Տեղում չկար, այո, եւ դու հասկանում ես, որ լիքը լավ բան կա, բայց չես կարողանում ցույց տաս, դա գիտեք ինչի նման է, տատիկների այն սունդուկները, երբ որ այնքան փոշոտված լավ բաներ կան, բայց չենք օգտագործում, բայց եթե հանենք, լավանք, մաքրենք ու կարող ենք իրանց շատ լավ ներկայացնենք, այն նմանատիպ ինչ որ մի զգացմունք էր, ասեցի կանեմ, բայց այն դեպքում եթե երկարաժամկետ պրոյեկտ ենք որպես դիտարկում եւ առաջի տարին 2008 թվականին էր արեցինք շատ փոքր այնտեղ բյուջետ ընդհանրապես չկար ոնց է կոչվում կներեք առաջին տարին հենց առաջի տարին էլ ասեցի որ հա եւ 2008 թվականին իդեպ առաջին անգամ մենք իմացանք որ Քարանձավում գտնվել է կոշիկը եւ Արենի խաղողի այդ նմուշները այնտեղ կա եւ ասեցինք արտակարգա մենք անունը դնում ենք Արենի, որպեսի պրոպագանդենք, որ Արենի սորտը, բնորանը մենք ենք, վրացիները, որտեղ արդեն լավ էին այդտեղ անում փառատոններ եւ այլն, ասեցին մենք անունը դնում ենք Արենի գինու փառատոն, դե համայնքն էլ Արենին էր, հետո բյուջետ ընդհանրապես չկար, ընկերական շրջապատով ամեն մեկը ինչ որ մի բան անելով, այն ժամանակ Կինոսյանը կար գնացել էի խնդրում էի որ գար բարեր այն մեկը չգիտեմ SMS ուղարկեր այդպես սենց ինչ որ այն Թումանյանի հեքիաթի նման ծիտիկին որ ասում փուշիկ վերցնեմ լավաշ դամ այդ գաղափարով ինչ որ սենց միջոցառում արեցինք 2 տարի անց արդեն туриզմի կոմիտեն ասեց, որ մենք կարող ենք աջակցել եւ բյուջետ տանք եւ ստեղծվեց հիմնադրամը, Արենի փառատոն հիմնադրամը հիմնեցի եւ այդտեղ սկսեցինք արդեն հայթայթել բյուջետներ։ Չեմ կարող ասել, որ կառավարությունը չի աջակցել, բայց աջակցությունները եղել են շատ չնչին, այս տարի նոր առաջին անգամ, որ ես կունենամ բյուջետ մոտ 6 միլիոն դրամ, չնայած ինձ համար դա շատ սարսափելի ցածր գումարներ են, բայց ինչևից է, եթե համարենք, որ 1 միլիոն է եղել, 6 միլիոնը ինչ որ թիվ է։ Եվ սկսեցինք անել փառատոնը, փոխել եմ 4 գյուղապետ։ Էլ չեմ ասում քանի հատ մարզպետ, չեմ ասում քանի հատ փառատոնը կա, քանի հատ նախարարներ, նախագաներ
վարչապետներ, այո, բայց փառատոնը կար։ Ի սկզբանե իմ նպատակն էր, որպեսզի համայնքները զարգանան եւ զարգանա այդպիսի ճյուղ, ինչպիսին է իրադարձային туриզմը, որտեղ туриզմը ինքը փոխում է իր դեմքը եւ դու չես կարող միայն եկեղեցիներ ցույց տաս։ Մենք բոլորս ինքներս туриստներ լինելով գնում ենք ինչ որ մի իրադարձությանը նաեւ երկիրը տեսնելու։ Եվ դա էր նպատակը, որ իրադարձությունը այնքան ճանաչելի լինի, որի խաթեր կգան նաեւ։ Այդտեղից սկսվեց արդեն մեր էպոպեյան եւ երկար տարիներ նաեւ արել եմ համայնքների Գորիս համայնքի Քարաունջ գյուղում թութի փառատոն 5 տարի, 4 տարի Գյումրիում արվեստ արհեստի փառատոն եւ Խաչիկ գյուղում, երբ որ Խաչիկի գյուղապետը շատ ուզեցավ, ասեց ուզում եմ որ Արենի այս հոսքի գոնե 1/3-ը դեպի Խաչիկ գա եւ այդ ժամանակ ես արդեն ինձ համար որոշում եի կայացրել, եթե համայնքը չի ներգրավում, ես այլևս ոչինչ չեմ անելու։ Փառք պատիվ համայնքը ներգրավվեց, իրանք սկսեցին եւ ես նույն ձև ներգրավվեցի եւ այսօրվա օրով մենք ունենք Խաչիկի Գաթայի փառատոնը եւ շատերը ճանաչում են Խաչիկ գյուղը, չէ՞։ Ինքը դարավ ճանաչելի, բայց ասում են հա Գաթայի փառատոնը։ Գիտեք ինչն է, եւ դրանից հետո սկսվեց արդեն մենք պարոն Մամուլյանի հետ որ սկսեցինք անել, նաեւ Տոլմայի փառատոնը, Աղթալան շատ լավ զարգացավ, ցավում եմ, որ այսօրվա օրով Աղթալան էլ չի անում այդ փառատոնը եւ ինքը туриզմի հոսք այդպես չունի, իսկ այն ժամանակ փառատոնի շնորհիվ բոլոր բացահայտեցին այդտեղի եկեղեցիները նաև Տոլմայի փառատոնը, որը դեպի Սարդարապատ էին ձգվում եւ գնում էր այդտեղ туриզմը զարգանում էր։ Այ հենց այս օրինակները նաև վառ ապացույց են, որ եթե համայնքը չի ներգրավում, միջոցառումները կարող են չլինել եւ տուժում է համայնքը, ոչ թե կազմակերպիչը։ Ինձ համար դա շատ կարևոր էր եւ 2016 թվականին, երբ որ Երևանում քանդվում էին շենքերը, իսկ ես դա շատ ցավոտ էի տանում, էլի ելնելով նաև туриզմից, որ մենք բան չունենք այդ դեպքում ցույց տալու, ապացույց, որ Երևանը հին քաղաք ա եղել, իսկ ով ասեց, որ պետքա քանդել։ Ես այդ մոլուցքը քանդելու չեմ հասկանում։ Մենք իմացանք, որ Տայիրովի տունը քանդվում է։ Տայիրը, որը գինու մեր հիմնադիրն է եղել, չէ՞։ Եվ իր հին մառանը քանդվում է։ Եվ այդտեղ մենք մի փոքրիկ ընկերներով միջոցառում արեցինք Դոլմամայի Տրինիտիի։ Ես Վրաստանում էի դրանից մի քանի օր առաջ գինու փառատոնի եւ Թիֆլիսի, ինչ ասեմ, երևելի փառատոն չէր, բայց այնքան տուրիստ կար, որ ինձ դա sense գիտեք sense սպանում էր, ասում էի, ոնց անեմ, որ այս տուրիստների մի մասը ձգվի դեպի Երևան։ Իրանք մայիսի երկրորդ շաբաթն էին անում եւ ես եկա ասեցի ես հասկացա ես մյուս տարի Երևանում անում եմ մայիս ամսին անում եմ գինու փառատոն որպեսզի որպես туриզմի ոլորտից որպեսզի գան սկզբից Հայաստան, հետո ավտոբուսներով շարժվեն դեպի Վրաստան, հետո մեկնեն։ Այսինքն սկիզբը 16 թվականն էր։ 16 թվականի միտքը, այո, Երևանի գինորերին, այո, 16 թվականի այդ միջոցառումներն էր, այդ նախանձը, որ Վրաստանում այդքան տուրիստ կա, ինչ կարելի անել, որ մեզ մոտ ավելի շատ գան, եւ որոշեցի, որ Երևանում պետք է անեմ, որոշվեց որ Սախարովի հրապարակի մոտ անենք, Տայիրովի տան մոտ անենք, որպեսզի ցույց տանք, որ բնորանը մենք ենք, մենք ունենք այդտեղ կարասներ, շատ հետաքրքիր բաներ բացահայտվեց, բարձվում է այդ Սվերդլովի փողոցը կոչվել է գինեգործների եւ պաներագործների փողոց։ Դուք պատկերացնում եք, այնտեղ կային պանիր արտադրողներ 19-րդ դարում, հետո գինի արտադրողներ, պանիր եւ գինի։ Դուք այդ մշակույթը մեր մոտ նստած ա եղել, բայց մենք սենց շատ թեթև իրան կորցրել ենք։ Շատ թեթև, երևի շատ մեղմեք ասում։ Դե ես դա փակագծերի մեջ եմ ասում շատ մեծ։ Հաշվի առնելով քանի արտադրող ունեինք 10 տարի առաջ։ 16 տարի առաջ Արենի գինու փառատոնի ժամանակ ես միշտ դա ասում եմ, ես սկսել եմ 5 գինի արտադրողից, 5, որից միշտ ասում եմ իրանց եմ բոլորին ասել, քացախներով, լավ քացախներով, այո։ Մենք եւ տան արտադրողները, որոնք իբր արտադրողներ էին, բայց դա արտադրողներ չէին։
Ես հիմա կվերջացնեմ, թե ոնց է միտքը եղել, հետո կասեմ ոնց ենք մենք աճել, ինչեր ենք արել, որ մենք գանք դեպի որակի։ Եվ 16 թվականին ընկերական շրջապատում նստած մեր ընկերներից մեկը Աշոտը այդ ժամանակ Սարյան փողոցում կար 2 ռեստորան՝ Ինվինոն, Հանսեն Ֆրանս եւ մի քան, 2-3 ինչ որ sense մութ փողոց։ Ինքը ասեց ինչի ես ստեղ անում։ Ասի ես ուզում եմ որ հին շենքեր լինեն, ման եմ գալի հին Երևանյան կոլորիտ էլի, որտեվ այն ինչ որ ես տեսել եմ Վրաստանում, գոնե մենք էլ դա ունենանք։ Ասեց արի Սարյանում արա։ Okay, մտածեցի Սարյան, քաղաքը թույլ տվեց Սարյանը, ոչ թե Սախարովի հրապարակը, եւ այդտեղ էլ էր պետք ասել առաջվա քաղաքապետին իսկական անկեղծ եմ ասում, որ պատկերացնում եք ինչ որ մեկը գալիս է եւ խենթ առաջարկ անում փողոց փակել։ Ասում ես 3 օր, ասում են 3 օր, ասում եմ լավ համաձայն եմ 2։ Ասում եմ ոնց 2։ Դու ասում ես որ ամբողջ օրը փողոց է փակվելու, սենց ինչ որ միտք կա։ Եվ այդպես 17 թվականին մենք արեցինք առաջի կինո օրերը։ Փոքրիկ Սարյան, Թումանյան, Խաչմերուկում 26 արտադրողով, չէ՞։ Այո, սկսվեց 26 արտադրողով, շատ քիչ ռեստորաններով եւ տարեց-տարի գինի գործների հետ նաեւ աշխատելով մենք ստացանք մեր ֆորմուլան։ Եվ 17 թվականին ես այդտեղ ցանոթ մի բարեգործական ճաշկերույթի, որը Գյումրիին էր նվիրված, Դոլմամայում ժիրայրներ կազմակերպում, ես ցանոթանում եմ իմ ապագա գործընկերուհու հետ, երբ որ մենք այդ միջոցառումը բարեգործական արեցինք իրար հետ, բարեգործական, ես իրան ասեցի, արի հիմնենք ընկերություն, որը կանի գինո օրերը։ Առաջի տարին մենք արեցինք եւ հիմնեցինք եւ ինքը ինձ ասեց, գիտես, ես կմիանամ, եթե դա լինի կոմերցիոն։ Եթե կոմերցիոն չի, ինքը ապագա չի ունենա, ոնց որ Արենին դու անընդհատ փնտրում ես հովանավոր, ու անընդհատ դու չես կարողանում այն լավ գումարը ունենաս, որ Արենիում անես այն ինչ դու ուզում ես, որտեվ կառավարությունը չի տալիս, հովանավորներ ինքնաբավ գոնե լինի։ Հա, գոնե ինքնաբավ լինի։ Եվ այդպես Հայաստանում ստեղծվեց առաջի փառատոնը, որը կոմերցիոն էր։ Որտեղ մնացած բոլոր փառատոնները Փարք պարոն Մամուլյանին նաև եւ ես այն ժամանակ դա ուղակի ինչ ասեմ բարի կամք չեմ ուզում ասեմ, դա սխալ կլինի, բայց մտածելակերպ է, որ դու երկրի համար դու ուզում ես անես, դա բարձր խոսքեր թող չթվա, բայց իսկապես, որովհետև դու թողում ես քո գործը, դու աշխատում ես ուրիշտեղ ու դու անում ես մի բան, որը քեզ գումար չի բերում, բայց դու անում ես, որպեսզի երկիրդ քո պարտականությունը լինի, այդպես ասեմ, էլի։ Եվ սա եղավ առաջի մեր կոմերցիոն պրոյեկտը եւ այսօրվա օրով շատ հանգիստ կարող ենք ասել, որ հենց գինո օրերի համար նույնպես ինչպես Արենի, բայց գինո օրերը ուղղակի առաջ գնաց, շատ առաջ թռավ։ Դե տեղանքն էլ շատ կարևոր է, մենակ բնակության հաշվին էլ տեղի, ինձ թվում է բավականին։ Այո, ռեստորանները շատացան, Ժամանակ մասան ավելի շատացավ եւ հետո Երևանը ինքը ունի այդ պոտենցիալը Երևանին, դա ավելի ճիշտ էր նաեւ, որ Երևանն էլ ունենար տոն, եւ այսօրվա օրով մենք ունենք 76 գինի արտադրող, որտեվ ավել չենք կարողանում, փողոցը չի բավարարում, եթե Թումանյանի մի հատվածն էլ չէ, կարծեմ։ Հետո գնացինք դեպի Մոսկովյան, մի քիչ, հետո Մոսկովյանը ընդլայնվեցինք, հետո արդեն ասեցինք, դե որ տալիս եք, մեկա Թումանյանը փակա, կարողա մեզ Թումանյանն էլ տակ, ու սենց ինչ որ կամած զավթելով դա խոսում է հաջողության մասին ծրագրի, պրոյեկտի, եթե այդպես չլիներ, այդքան չէր ընդառաջի հաստատ քաղաքապետարանը։ Այո, եւ Փարքպատիվ բոլոր պետական մարմիններին, որոնք անցալում են եւ չեն խոչընդոտում, եւ այս տարի օրինակ քաղաքապետարանը մեզ աջակցելու է բեմում առաջի անգամ, որովհետեւ ես կուզենամ, որպեսզի հստակ բոլորը իմանան, սա ոչ պետական ծրագիր է,
մենք կառավարությունից երբեք չենք ստացել ոչ մի դոտացիա, մենք ինքներս ենք դեռ վճարում ամեն ինչի համար, աղբահանությունից սկսած վերջացրած գովազդի, առևտրի թույլատրություններ ստանալու, սա զուտ կոմերցիոն պրոյեկտ է։ Բայց ես կարող եմ շատ վստահ ասել, որ ինքը այնքան հաջողված է, որ туриզմի տեսակետից մարդիկ նախորոք փաթեթներ են գնում եւ գալիս են դեպի Երևանի գինոօրեր։ Այ ոչ կոմերցիոն էր մեր համար, երբ որ մենք 2 տարի Երևանի գինոօրերին շարունակ անում էինք գաստրոնոմիկ օրեր եւ հրավիրում էինք դրսից խոհարարներ, անցատարի մենք ունենք 16 երկրներից խոհարարներ եւ անում էինք նաեւ մրցույթ երիտասարդ խոհարարների, որոնք հետո գնում էին արտերկրներ եւ մրցույթներին մասնակցում էին եւ անցատարի մեր հաղթողը գնացել էր եւ երկրորդ տեղը հաղթած բերել էր եւ Հայաստան էր ներկայացրել։ Նպատակը դրա նա էր, որ Միշլեն Բոկուս խոհարարները իրենց դեմքով մենք կարողանանք Հայաստանը ներկայացնենք եւ իրենք ուտեստները, որը պատրաստում էին հայկական բնամթերքներով, նույն ձև կարող են լինեն Միշլենյան ուտեստներ եւ համադրվում էին ամեն մի խոհարարը համադրում էր հայկական որևէ գինու հետ եւ ինքը ասում էր, որ այսենց գինին համադրվում է այս իմ պատրաստված ուտեստի հետ։ Այդ դա էր մեր նպատակը, որ դուրս գայինք դրսում, ասենք ֆրանսիացին տեսնի, որ ֆրանսիական խոհարարը եւ պրոպագանդում է հայկական նաեւ գինին, որը իր մոտ կբերի ավելի վստահություն։ Այդ դա էր մեր նպատակը, ինքը կոմերցիոն չէր, այս տարի ցավոք մենք չենք անի, որովհետև դոնորը չկա եւ ես կարծում եմ, որ դա այն հատվածն է, որտեղ կառավարությունը պետք է մեզ աջակցի, որ այդտենց բաներով է երկիրը դառնում ավելի ճանաչելի։ Իսկ Արենին առաջին 5 տարին շատ դժվարություններով եմ արել, անգամ լացելով, որտեվ համայնքը քեզ չի ընդունում, շատերը քեզ չեն հասկանում, թե դու ինչ ես ուզում։ Արենիում ոնց ասացիք 5 գինեգործով սկսել եք, հիմա ամենավերջին փառատոնին քանի գինեգործ է մասնակցում, նույնը նաև Երևանի գինոօրերին 26-ով սկսել ենք, վերջում ասեք 76-77, չէ՞։ Հա, բայց ավել ուղակի տեղ չունենք, թե չէ մինչև 100 կարող ենք հասնել։ Իսկ Արենիում Արենիում էսպես է, Արենիում ես հիմա փորձում եմ, որ լինեն միայն եւ միայն Վայոց ձորի արտադրողները։ Ես կարծում եմ մենք պետք է այնքան ընդլայնվենք, որ ամեն ռեգիոն իր տոնը ունենա հետո եւ իր գինեգործները լինեն։ Արենին տարածքն էլ է փոքր եւ 30-ից ավել գինեգործ չեմ կարողանում ընդունել, բայց տան արտադրողները 200-ն են։ Քանի որ Արենին արդեն նաև խոշորացված համայնք է, 9 գյուղեր միացված են եւ 1 համայնք է եւ բոլոր համայնքներից գալիս են գինի արտադրողները եւ Արենի հենց մուտքից արդեն շարված են տնական գինի արտադրողները, բայց ես կուզենամ նշեմ, որ այն աշխատանքը, որ մենք անում ենք, որպեսզի որակը նաև տնական բարձրանար, մենք դրսից բերում էինք սոմելիեներ, մենք անցկացնում էինք մրցույթներ տնական գինի արտադրողների միջև, ինչ գինիներ էին լինում, չեք պատկերացնում, հետո մենք մինչև հիմա հատուկ տպագրում ենք եւ տալիս ենք իրենց, որ իրանք իրենց հեռախոսահամարը գրեն եւ իրենց անունը գրեն, վաճառում են հատուկ մաքուր պլաստիկներ ենք տալի, մենք դրան եկել ենք, սովորացրել ենք, չեք պատկերացնում, այդ կոկա-կոլաների շշերը, այդ մի խոսքով պատկասում եք, որտեղ մենք էլ ենք տեսնում, տեսել եք, չէ՞ ինչ ա եղել, եւ կամած դու իրան ասում ես, որ եթե քո գինին լավանա, իսկապես տենց էլ լինում էր, երբ որ գնորդը հավանում էր, ինքը զանգում էր, նորից էր վերցնում, իսկ եթե թույնավորվում էր արդեն ինձ չէր զանգահարում, այ իրեն էր զանգում եւ ինքը արդեն հասկանում էին, որ իրանք պետք է որակի վրա աշխատեն եւ կամած այդ տան արտադրողները սկսեցին արդեն բացել գաստրոբակեր, արդեն դեպի Արենի, երբ որ մենք Արենին սկսել ենք, մենք հյուրատուն չունեինք, կային մենակ Չիվայում եւ Եղեգնաձորում, այսօրվա օրով կա մոտ 45, այո, մինչև Եղեգնաձոր, եթե հաշվեմ, 45 հյուրատներ փոքրիկ, գաստրոբակեր, գործարաններ կային 3 հատ։ 3, չէ,
5 հատ Վայոց ձորի այդ մարզում։ Իսկ այսօրվա օրով այնտեղ արդեն մեծ մասը այո տեղափոխվում է եւ այնտեղ են գործարաններ բացում։ Դաշտերը այլ պարապության չեն մատնում։ Բոլորը խաղող են ցանում։ То есть ես ուզում եմ ներկայացնել, որ փառատոնները շատ ժամանակ բոլորը թվում է թե դա ուղակի մեկ օրվա միջոցառում է, ոչ, դա այն սյունն է, որը ճանաչելիություն է տալիս եւ գրավչություն է տալի տվյալ համայնքին։ Եվ հետագայում արդեն համայնքը ինքը գտնում է իրանը եւ զարգանում է։ Ես ուրախանում եմ, որ տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներ են անում։ Այն միջոցառումը, որը բնորոշ է հենց այդ համայնքին։ Դա ուրիշ տարբերակ չկա զարգացնելու։ Չէ, դա է հենց իրադարձային туриզմի զարգացումը։ Ես մեկ ուրիշ հարց ունեմ, մենք խոսեցինք տված արդյունքներից, հովանավորներից, ով օգնեց, ինչով օգնեց, իսկ ամենամեծ խնդիրները ինչին բախվել եք։ Ֆինանսականը դե հասկանալ է, այլ խնդիրներ, խոչընդոտներ, որ կա, որը որ ձեզնից կախված չի եւ ֆինանսից կախված չի, որոնք են եղել։ Դա ներքինն է, որ օրինակ տեսեք 2 տարի Արենիում չարեցինք փառատոն, որտեղ ջերմուկի դեպքերն էին, Արցախի դեպքերն էին, բայց երբ որ պատերազմից հետո մենք առաջի հենց տարին փառատոնը արեցինք 21 թվին, մի տարա բնույթ կոմենտներ էին գրում մեր հասցեին, բայց ոչ մեկ կարճաժամկետ մտածելակերպով ոչ մեկ չէին ընկալում, որ մենք սև ցուցակի մեջ ենք որպես երկիր։ Եվ ես կարդում էի կային մարդիկ, որոնց ես գիտեմ, եւ գրում էր, որը ասենք հյուրանոց ունի, որը բիզնես ունի, ու դու զարմանում ես, ասում ես, բայց չէ որ եթե տուրիստը չգա, եթե երկիրը չլինի ճանաչելի, դու գործ չես ունենալու։ Փոխանակ երկարաժամկետ մտածենք։ Այ խնդիրը դրանումն է, որ շատերը երկարաժամկետ չեն մտածում։ Դա ցավալի է, շատ ցավալի է։ Խոչընդոտները կարան տարբեր լինեն, բայց դրանք լուծելի են։ Օրինակ խոչընդոտը նայեք ինչը կարա լինի։ Երբ որ անցյալ տարի նույն փողոցում, որտեղ մենք գինոօրերն ենք արել, մեկ ուրիշ կազմակերպություն 20 օր հետո արեց միջոցառում։ Ռեստորանային փառատոն։ Կարող եք անել։ Լավ է, որ անում եք, բայց զարգացրեք ուրիշ փողոց, որտեղ այդ փողոցում դուք անելով բերեցիք նրան, որ բնակիչը ընդվզեց եւ բողոքներ գրեց, որպեսզի անգամ մենք չլինենք։ Եվ մենք վերջի 2 ամիսն ենք նոր ստացել ենք թույլատրությունը, որ մենք կարող ենք անել։ Այ տենց բաներ, որոնք կարծում եմ չպիտի լինեն, էլի, այ դրանք կարող են լինեն ոչ ճիշտ մտածելակերպի խոչընդոտները։ Երբ որ քո միջոցառման օրը մեկ ուրիշը որոշում է կողքի փողոցում էլի միջոցառում դնի, որ օգտվի քո հոսքից, բայց ինքը չի մտածում, որ ինքը սխալ բան է անում։ Իրան է վնասում, ինձ չէ, իրան, որտեղ դու հաշվառնելով դու կայացած այո, որտեղ դու կարող ես անել, եթե դու անես, ասենք Էրեբունի համայնքում, օքեյ, եկեք ընդեղ անեք, զարգացրեք այդ մասն էլ։ Օրինակ մենք ունենք Գարեջրի փառատոն, որը Զաքյան փողոցում ենք անում։ Չէ՞ որ մենք կարայինք էլի տեղ անենք, բայց մենք որոշեցինք, որ կարելի է այդ մի փողոցներ զարգացնել։ Եվ ինձ համար դա գովելի է, երբ որ դու վերցնում ես քեզ վրա այդ ուժը եւ գնում ես մի քիչ նման այն ձյունը, որ գալիս է, առաջի քայլեր անողին դժվար է, երկրորդը հեշտաղ արդեն երբ որ ինքը ճանապարհը բաց է, չէ՞։ Թափանիվը երբ պտտվում է, արդեն հա դիմաց առնը չի լինում։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել եւ բոլորին ձեր անունից հրավիրեմ Երևանի գինոօրերին այս տարի հունիսի 6-7-8։ Այո, ուզում եմ ասեմ, որ ինքը մենք մայիսից տեղափոխեցինք հունիս, այլ խոչընդոտներից մեկը դա անձրևներն էին, չնայած ես միշտ խոսք եմ տալի, որ իմ ազգը արարողակարգային ազգ է, հստակ արարողակարգային, եւ մեկ օրը գոնե անձրև ես խոսք եմ տալի, որ արարողակարգային դա լինի։ Ես կուզենայի ուղղակի մի քանի թվեր հնչեցնեմ, հա, Երևանի գինոօրերի հետ նաև կապված, թե ինչ օգուտներ է տալի, դա 47000 շիշ, որը վաճառվում է 3 օրում։ Դա $25 միլիոն,
որը անուղակի մեր շնորհիվ գալիս է երկիր 3 օրվա համար, որովհետև 130,000 հյուրեր, որոնք ռոտացիայով լինում են, 30%-ը դա տուրիստներ են։ Միջինը տուրիստը ծախսում է $1,300, դա շղթա է, որը օգտվում է իմ երկիրը եւ туриզմի ոլորտում բոլորը։ Եվ դա անուղակի այն օգուտը, որը մենք տալիս ենք։ Եվ ես կցանկանայի, որ բոլոր միջոցառում կազմակերպողները մի քիչ մտածեն ավելին, քան ուղակի միջոցառում անելը։ Մտածեն երկարաժամկետ եւ այդ դեպքում իրանք հաջողություն կունենան։ Մենք օրինակ իմ գործընկերուհու անունը կուզենայի հնչեցնել Մերին Բադալյան, որ ամեն ինչը շատ լավ կոմերցիոն է անում, մենք միշտ ասում ենք, որ կուզենանք 100 տարի հետո, երբ որ մենք չենք լինի, բայց մեր միջոցառումը լինի, դա կնշանակի, որ մեր երկիրը կայուն զարգանում է եւ գնում է, ապրում է։ Շնորհակալություն ձեզ եւ ձեր թիմին արած մեծ աշխատանքի համար։ Հուսանք ամեն տարի նույն փողոցում կհանդիպենք, օրերը անփոփոխ են։ Օրերը որպես առաջի ուրբաթ շաբաթ կիրակի, այո, անփոփոխ են, բայց թիվն է ուղղակի ինքը շարժական, նույնպես ինչպես Արենի փառատոնը հոկտեմբերի առաջի շաբաթ օրը։ Դե հուսանք սա օրինակը ծառայի, ոնց դուք նշեցիք, ամեն համայն կունենա իր փառատոնը, այն համայնքը ինչով որ ներկանալի է, օրինակ Արագածոտնի մարզիրը քաղցր շարոցներով, ջրերով հետաքրքիր կլինի։ Շատ հետաքրքիր թեմաներ կան։ Ես համոզված եմ, որ հարակից կլինի ու գնալով կշատանա փառատոնները։ Այո, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։